Հիմա այս պահին ակնկալիքը դատարանից Գնում եմ վերցնեմ 2 ամսյա կալանքի որոշումը։ այլ տարբերակ Բացառվում է։ Արդեն կա այդ որոշումը վստահ եմ, դրված է, հիմա ներս մտնենք, վերցնենք այդ որոշումը։ Այսինքն քաղաքական որոշում։ Իհարկե, այն էլ Մասիս Մելքոնյանի կամ ով է Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք տվել։ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք չկա։ Ուղիղ ցուցմունք չկա։ Կատունեմ իսկ ուսապարկի Ինչպես։ Կասկածով է հայտնել ուսապարկը։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Ինչի են էլի հայտնել։ Ենթադրել են։ Ենթադրել են։ Ենթադրում ենք, որ կարող է ինքը բացատրել։ Ինչի են ենթադրել, որ հատկապես ինքը ինչ որ մի բան պիտի ասեն, չէ՞։ Այդ իրենց ճաշակով Ուսապարկը կա։ ուսապարկը ո՞ր մեկը։ Այդ գործը Դա 18 թվականին եղել է, այդ ուսապարկն էլ ա եղել, ուսապարկի մեջ չի։ Այո, այդտեղ։ Կարեն Պետրոսյանի մասին է խոսքը, պարոն Բաբայան, Կարեն նոր հայրապետ։ Իր ուսապարկում չի եղել։ Բայց նա կասկած հայտնողն է եղել։ Չեմ կարող ասել հիմա։ Նախագնական գաղտնիքից 2010 ոչ մի բան, 2018 թվականից քննվող գործի հետ կապված վերջի գործողությունը եղել է 2025 թվականի հուլիսին եւ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ, այսինքն 3 ստեղծվել է քննչական խումբ եւ ձերբակալվել է Հուլիսին ինչ եղել է։ տարիա քննում են այդ ինչ թմրանյութը։ քննչական գործողություն, հարցաքննություն։ 7 տարիա քննում են այդ թմրանյութը ոնց է հայտնվել ուսապարկում։ Այո, քննել են, այդպես էլ չեն հասկացել։ Պարոն Բաբայան, իսկ այդ Այսինքն այն ենթադրությունների ժամանակ հիմա վրա առանց կասկած ցուցմունքի չի եղել, մարդուն կալանքի տանելու միջնորդություն ներկայացնելը որքանով է իրավաբանության մեջ նորմալ պրակտիկա։ Այս վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ։ Հուլիսին, որ ասում եք ինչ որ քնչական գործողության ճիշտ հասկացա, այդպես ասի, ինչ գործողություն ա եղել այդ ժամանակ։ Քննչական ինչ-որ մի գործողություն։ Հարցաքննություն։ Ում են հարցաքննում։ Չեմ կարող ասել, դա արդեն նախաքննական գաղտնիք։ Սրբազանը Իրավունք չունեմ։ հարցաքննվել է։ Դե ինչ ուզում եք ասում եք, ինչը չի ասում եք նախաքննական։ Ես նախաքննական տվյալ չեմ ներկայացրել մինչև հիմա, հետեւաբար եւ ինչ ուզում եմ ասեմ, այն ինչ որ իրավունք ունեմ ասելու։ Ինչ որ իրավունք չունեմ, չեմ կարող։ Սրբազանի մասնակցությամբ ա եղել այդ գործողությունը։ Ոչ։ Իսկ դուք տեղեկացնում եք այդ անձը, հա, ում ուսապարկից որ հայտնաբերել են եւ ասում են, որ նա ենթադրել է, հա, գցել են պայուսակներ։ Այդ անձը այդ թվականին, այդ ամիսներին օրինակ գործակալություն անցել է, արդյոք օգտագործել է թե Չգիտեմ, չունեմ այդպիսի նյութեր։ Չունեմ նման նյութեր, չգիտեմ էլ ում մասին է խոսքը։ Պարոն Բաբայան, իսկ Արշակ Սրբազանն արդեն պատրաստված է, որ միանալու է Բագրատ Սրբազանին, Միխայել Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, այսինքն ճակատագիրը շարունակողն է։ Իր ասուլիսից սկսած արդեն պատրաստ էր։ Պարոն Բաբայան, այն անձը, որ կասկած է հայտնել, որ կարող է դա լինել Արշակ Սրբազանը, ինչ հարաբերություններ ունի նրա հետ։ Կամ ինչ հարաբերություններ ունեցել։ Ոչ մեկ չի ճանաչում այդ անձը։ Տեսանյութ տարածվեց, որ Սրբազանը հարվածում է ինչ-որ երիտասարդի, այսպես իշխանական էջեր էին տարածում այդ տեսանյութի մասին, ինչ կարող եք ասել։ Տեսել եմ տեսանյութը, հեռվում կանգնած մի անձ թիկունքով, ոնց որ հարվածում են ինչ-որ մեկի։ Ինձ էլ եթե օրինակ նման հարց տան, ես էլ կհարվածեմ։ Ինչ հարց։ Դե այդ նյութերում գրած էր, որ հարցրել են, թե ինչի ես, չգիտեմ, մարդ սպանել, էս արել են արել։ Այսինքն Արշակ Սրբազանն է հարվածել։ Չէ, ես չգիտեմ, ես ասում եմ տեսագրության համաձայն, ինչ որ մեկը թիկունքով կանգնած, ինչ որ մի մարդ մի տղայի հարվածում է։ Եվ գրում են իբր Արշակ Սրբազանին հարց են տվել եւ դրա համար հարվածել է։ Ես ասում եմ, եթե այդ հարցը ինձ էլ տան, ես էլ կհարվածեմ։ Բայց տարբերություն ձեզ նա Սրբազան է։ Սրբազանները արժանապատվություն, ինքնասիրություն, այդպիսի բաներ չունեն։ Նրանք ավելի շատ են։ Լավ, եւ երեք ձերբակալվել է դատարան ներկայացվելու նպատակով եւ փաստացի դատարան չի ներկայացվել։ Այս առումով Ինչ է նշանակում։ Չէ, ես լավ չհասկացա հարցը։ Երեք ներկայացվել է, միջնորդությունը բերել են, դինս նշանակվել այսօր առավոտյան։ Այո, երեք եկել է դատարան, հետո տարել են ձերբակալվածների պայլով։ Իսկ այդ հայտնի տեսանյութերի վերաբերյալ գործը ինչ փուլում է վերջ, չեն քննելու։ Չգիտեմ։ Դեռ Դա արդեն տրենդային ինչ էին ներկայացնում Արշակ Սրբազանին այդ գործի հետ կապված։ Ի վերջո դրանով ոչ մի էական բան։ Դրանով էին կանչել, որ ձերբակալեն։ Պարոն Բաբայան, լավ, ավելի կոնկրետ խոսեք, 18 թվից է։ Ավելի կոնկրետ չեմ կարող։ Իրավունք չունեմ ուղղակի ավելի կոնկրետ խոսելու։ Այդ գործը 18 թվից որ կա։ Իրավապահներին հետաքրքիր չէ, ինչպես է հայտնվել, որտեղից այդ թմրանյութը, որ 7 տարի քննել են, ինչ են արել։ Հետաքրքիր է, բայց սրանից ավել չեմ կարող ոչինչ ասել, որովհետև կաշկանդված եմ նախաքննական գաղտնիքով։ Պարոն Բաբայան, իսկ խոզարկություններ եղել են այս ընթացքում։ Սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նախաքննական գաղտնիքով կաշկանդված եմ։ Տեսանյութը հարվածելու վերաբերյալ եւ այլն 2018-ի մասին էր։ Նոր մի քիչ առաջ գալուց առաջ եմ տեսել։ Տեղյակ չեմ։ Ես չգիտեմ, վստահ չեմ որ ինքն ընդհանրապես։ Ոչ ես ասում, եթե այն ինչ որ գրում են, այն ինչ որ տեղի ունենում այդտեղ, ում էլ հիմա կանգնեմ այս մեր ընկերներից, օպերատորներից նման հարցեր տամ, ինձ ստեղ երևի թե ողջ չեն թողնի։